Ղուկասյանյան Գյումրիին անդրադառնանք երկու օրից ավականու նիստն է լինելու, քաղաքապետ պետք է ընտրվի, դեռ հայտնի չի քաղաքացիական պայմանագիրը Սարիկ Մինասյանն առաջադրելու է, թե ոչ, ինչ է որոշել։ Խմբակցությունը դրա մասին հայտարարություն կանի իր ժամանակին, կարծում եմ պետք է սպասել։ Ինչի շուրջ եք մտածում, ինչն է ծանր թեթևանում։ Ծանր թեթևանելու մեծ հաշվով շատ բան չկա, բայց խմբակցությունը պետք է այդ որոշումը կայացնի, խմբակցությունը կձևավորվի իր նիստը կունենա խմբակցության ֆորմատով, որոշումը կկայացնի եւ դրա մասին հայտարարություն կանի անպայման։ Ինչ-որ բանակցություններ են ընթանում ընդդիմադիրների հետ անալեքսան։ Ընդդիմադիրների հետ ինչ բանակցենք։ Իրանք իրար հետ շատ լավ բանակցում են։ Թող իրանք իրար հետ բանակցեն, այդպես այդ ներդաշնակ, սերտ Այսինքն համակերպել եք, որ Վարդան Ղուկասյանը դառնալու է Գյումրու քաղաքապետ, իշխանությունները համակերպվել են այդ փաստի հետ։ Մենք համակերպվել ենք այն մտքի հետ, որ համամասնական համակարգի ներդրումից հետո Գյումրու թիմ ընտրություններում քաղաքացիական պայմանագիրը երբևէ ամենաշատ ձայն հավաքած քաղաքական կուսակցությունն է։ Այդ մտքի հետ համակերպվել ենք։ Մնացածը արդեն ինչպես կդասավորվի էլի մեծ հաշվով։ 3 մանդատ է պակասում, դա ենք ասում, հնարավոր է որ համագործակցեք ընդդիմադիրներից որևէ մեկի հետ եւ այդ Ես ընդդիմադիրներից ում հետ համագործակցենք։ Իրանք իրար հետ շատ սերտ, շատ լավ համագործակցում են, ու այդ համագործակցության սերուցքն էլ Վարդան Ղուկասյանն է, այնպես որ մեծ հաշվով այդպիսի սերուցք տվող ուժերի հետ Իշխանությունը Վարդան Ղուկասյանին Բայց իշխանությունը ում է բռնում։ Իշխանությունը որ իշխանությունը նկատի ունեք։ Քաղաքականիցությունը իրավականը։ Քաղաքական իշխանությունը մեծ հաշվով երբեք ոչ մեկի չի բռնում, բայց ինչ վերաբերում է ձեր նշած անձնավորությանը, ինքը քաղաքական պայքարի մեջ մտել է հենց իր հայտարարության համաձայն այն բանի համար, որովհետև իր նկատմամբ միջև իր քաղաքական մի վարքյան չէ, մի վարքյան Նարեկ ջան, կթողես ավարտը։ Վարդան Ղուկասյանը միջև մտնել է, հայտարարեց, եկան իմ հետևից, ուզում են իմ գույքերը տանեն։ Իրան կրկնում, հո ինչ խոսնակը չեք։ Որտեվ մանիպուլացնում եք։ Չեմ մանիպուլացնում եք, ասում եք Վանաձորի սցենար, ասում եք ես ասում եմ հարգելի գործընկերներ, սիրելի լրագրողներ։ Հիմա եթե մի անգամ է պետք է ընդհատեք, հիմա ընդհատեք, որ հետո ամբողջական միտք ասեմ, ընդհատելու եք։ Ես հարց ունենամ, կհնչեցնեմ։ Դե կթողեք միտքս ավարտեմ նոր եթե կարելի է, շատ լավ։ Վարդան Ղուկասյանը ինքը իր բերանով հայտարարել է, որ ինքը քաղաքական process-ների մեջ է մտել այն պատճառով, որ իր նկատմամբ հարուցվել են քրեական գործեր ու իր նկատմամբ հարուցվել են նաև ապօրինի գույքի բռնագանձման պահանջով գործեր։ Այսինքն պատճառը հետևանքային կապը հետևյալն է. հարուցվել են գործեր քաղաքականությամբ չզբաղվող Վարդան Ղուկասյանի նկատմամբ։ Ինքը մտել է քաղաքականություն, որպեսի իր արևին տենց պաշտպանվի դրանից։ Հիմա կպաշտպանվի, չի պաշտպանվի, այդ հարցը դատաիրավական համակարգինն է իմը չի։ Ես այդ համակարգի վրա ազդեցություն ունեմ միայն որպես օրենսգիր։ Ավարտեցիք։ Հիմա մարդիկ Վանաձորի դեպքեր են տեսել, Ալավերդի Ինչ են տեսել Վանաձորի ընտրված քաղաքապետի։ Ով է ընտրված քաղաքապետը Վանաձոր։ Ոնց է ընտրվել։ Երբ է ընտրվել։ Ում է ընտրել ժողովուրդը։ Ոնց է ընտրել։ Բայց հիմա Սարիկ Մինասյանին ընտրել է։ Բայց Սարիկ Մինասյանը ավելի շատ ձայն է ստացել, քան Մամիկոն Ասլանյանը։ Այդ ոնց եղավ, որ Մամիկոն Ասլանյանը ընտրված համայնքապետ է, Սարիկ Մինասյանը։ Մեծամասնությունը ինքն է հավաքել։ Մամիկոն Ասլանյանը մեծամասնություն է ստացել, 51% է ստացել։ Չէ, Սարիկների շտիները իրեն են միացել։ Միացել են, այդ քվեարկությունը եղել է։ Տապալեցիք, կալանավորեցիք։ Տապալեց ժողովուրդ չեն կներեք, մի վարք մենք ինչ-որ բան ենք տապալել։ Ո՞վ է տապալել, ինչով։ Ով կալանավորեց, ես կալանավորեցի ինչ-որ։ Ձեր շեք կներեք, ես հիմա հայտարարություն անեմ, ցանկացած մեկը Հայաստանի Հանրապետությունում ինձնից սկսած ով օրենք է խախտելու հանցագործությունները կալանավորվելու, անկախ նրանից թե ինչ պաշտոն է զբաղեցրել, զբաղեցնում կամ հավակնում է զբաղեցրել։ Այսինքն, պարոն Ալեքսանդր, դուք չեք բացառում, որ կարող է ընտրվելուց հետո Վարդան Ղուկասյանի դեմ քրեական գործեր։ Դուք չեք անի, բայց դա Ես ասում Վարդան Ղուկասյանը քաղաքական process-ների մեջ մտել է այն պատճառով իր խոսքերից ելնելով, որ իր նկատմամբ կան հարուցված քրեական գործեր։ Հիմա եթե պատճառ հետևանքային կապը 20 անգամ էլ փորձեք շուրջ տալ հակառակը ներկայացնել, դրանից իրականությունը չի փոխվում։ Տեսեք, հիմա մեղադրում են, ասում են, ես չի ես իշխանությունը, թողել է ենթադրյալ կոռուպցիոներները մասնակցում են ընտրությունների, պատասխանատվություն չեն ենթարկում 7 տարի ընտրություններ են հաղթում, քաղաքական դաշտը չեն առողջացրել, Ով է ասում քաղաքական դաշտը չեն առողջացրել, օրինակ այդ քաղաքական դաշտը առողջացնելը ոնց են պատկերացնում։ Շատ ուժեր նաև ովքեր արտաքին քաղաքական այդ ուղղությամբ ձեր իշխանության բանը Ես լավ չեմ պատկերացնում, թե ինչ է նշանակում քաղաքական դաշտը առողջացնել,
քաղաքական դաշտը այնպեսին է, ինչպեսին է որ կա, ու դրա հետ իշխանությունը մեծ հաշվով ոչ։ Ձեզ ձեռնտու։ Ոչ, ինչով է ձեռնտու։ Որ Վարդան Ղուկասյանը Գյումրու քաղաքապետը դա ձեռնտու։ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը դուք չեք լսել, ասում է մենք այնքան ենք ուրախանում, որ Քոչարյանը խոսում է, մեր ռեյտինգը տալիս է։ Հիմա դա Ռոբերտ Քոչարյանի մասին է շատ բան ասում, ոչ թե մեր, բայց դրա մասին չի խոսքը։ Դուք դրա համար չեք այդ մարդկանց։ Չէ, Նարեկ ջան, կներեք, հիմա եկեք ճիշտ հասկանանք։ Ուրեմն դուք մեր այս խոսակցությունը սկսեցիք հետևյալ մեղադրանքով։ Պատրաստվում եք արդյոք քաղաքական հրահանգով ձերբակալել ձեր քաղաքական օպոնենտին։ Եվ ես այդ հարցին պատասխանեցի, հաջորդ հարցը, որ դուք ինձ տվեցիք, այնա, բա դուք ձեզ մեղավոր չեք համարում, որ այդ մարդիկ ձերբակալված չէ։ Հիմա այս Իհարկե ինչ կուզեք կհարցնեք, ես ընդհանրապես ես չեմ քննադատում, ասում եմ, սա իրականում մեր քաղաքական դաշտի պատկերն է նաև։ Հենց նույն քաղաքական ուժերը մեզ մեղադրում են նրա մեջ, որ այսինքն մի մասը ուժերի մեղադրում է նրա մեջ, որ Վարդան Ղուկասյանը դեռ ազատության մեջ է, մյուս մասը մեղադրում է նրան, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կան քրեական գործեր հարուցված։ Իսկ իրականությունը այստեղ կատարելապես ուրիշ է ու լրիվ տարբեր են ամեն ինչ այդ երկու մեղադրանքներից էլ։ Իսկ իրականությունն այն է, որ ում նկատմամբ կա քրեական գործ, կա, ուրեմն դատա իրավական համակարգը գտելա, որ պետքա լինի քրեական գործ։ Ում նկատմամբ դեռ չկա, ուրեմն գտելա, որ դեռ չպետքա լինի։ Ում նկատմամբ կլինի կալանքի որոշում, կլինի կալանքի որոշում։ Ում նկատմամբ կլինի երկրից բացակայելու արգելք, նրա նկատմամբ կլինի երկրից բացակայելու արգելք, ու դրա վրա ես ոչ մի ազդեցություն չունեմ, քաղաքական ուժը ոչ մի ազդեցություն չունի։ Դուք որ ասում եք քաղաքական ազդեցությունը, ուժը ազդեցություն չունի, եթե օրինակ զապիսներ, ձայնագրություններ չեն հրապարակվում հիմա ինչպես օրինակ Փաշինյան, Վանեցյան, Սասուն Խաչատրյաններ, մարդիկ դեռ համոզված չեն, որ այդպիսի խոսակցություններ կուլիսներում տեղի չեն ունենում։ Դե շատ լավ, դա խնդիր է, ուրիշ խնդիր է, որը պետք է հասցեագրել։ Եթե կան մարդիկ, ովքեր համոզված չեն, կարծում եմ ու հորդորում եմ լինել համոզված։ Չէ, բայց մենք փաստ օրինակ ունենք, որ հետհեղափոխական Հայաստանում, որտեղ Զանգովի արդարադատությանը վերջ էր տրվելու, դուք թույլ տվեք, ես իմ հարցը վերջացնեմ, որ պատասխանելու համար ժամանակ եք ուզում։ Ականատես եղանք, որ Փաշինյան, Վանեցյան, Սասուն Խաչատրյան, դե ասում է դատավոր Հրաչի վրա ճնշում էին գործադրում։ Դուք չեք լսել այդ ձայնը։ Չէ, ով էր գործադրում դատավոր Հրաչի վրա։ Նիկոլ Փաշինյանի, Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի համատեղ զրույցը։ Այսինքն 3 հոգով զրուցում էին, ճնշումը գործադրվում էր դատավոր Հրաչի վրա, եւ ոնց էր տենց։ Դատավոր Հրաչի այդ զրույցին մասնակից էր։ Չէ, բայց այդ զրույցից պետք էր նաեւ մեկը կապ հաստատել նրա հետ եւ խոսեր։ Ով պետք է կապ հաստատեր։ Դիմա դետալներն են ես բացահայտեմ։ Հա, բացահայտեք, որտեղ բաներ եք ասում, պետք է դետալներ։ Դուք այդ ձայնագրությունը տենց Ես այդ ձայնագրությունը շատ լավ լսել եմ, բայց դուք այդ ձայնագրությունը լավ, ես սխալ եմ գուցե հասկացել, ինչի մասին է։ Այ որ ինքներդ լսեք այդ ձայնագրությունը։ Ես շատ լավ լսել եմ։ Չէ, դուք ինչ հասկացաք։ Ներողություն, դուք ինչ հասկացաք այդ ձայնագրությունից, որ ձեր ասածը չհասկացա։ Ինչ է, օրինական է։ Ձեր ասածը միանշանակ չհասկացա։ Ձեր ասածը միանշանակ չհասկացա։ Օրինական է այդ խոսակցությունը վարչապետի հարցազրույցը եւ Եթե ապօրինություն եք տեսնում այնտեղ կարող եք դիմել դատախազություն։ Դե ասում եթե տեսնում եք կարող եք դիմել դատախազություն, բայց կարծեմ դրա հետ կապված գործ հարուցվել է ու դա դրա հետ կապված կա պատասխան։ Այսինքն այդ օրինական չօրինականի պատասխան տվողը ես չեմ ու գուցե նաև դժբախտություն ձեզ Հայաստանում բան է, այդպես օրինականության հաստատման վերջին ինստանցիան ես չեմ, որ այդ հաստատեմ։ Կան համապատասխան մարմիններ, վստահ եմ նրանք քննություն իրականացրել են եւ այնտեղ ապօրինությունը առնվազն չեն տեսել։ Զանգովի արդարադատության տարեր չի պարունակում։ Նորից եմ ասում, ձեր սկզբնական հարցին վերադառնալով կան համապատասխան մարմիններ, որոնք զբաղվում են նմանատիպ հարցերով։ Քաղաքական գործիչ եք։ Կան մարմիններ, որոնք զբաղվում են նմանատիպ հարցերով։ Ընդդիմեք այդ մարմիններին եւ ստացեք այդ պատասխանը։ Պարոն Ալեքսանյան, ի վերջո, եթե Վարդան Ղուկասյանը ընդդիմում է քաղաքական Սարիկ Մինասյանը, դուք ինչպես եք համագործակցելու, որ իշահ ձեր մանդատները օգտագործեք Գյումրու զարգացման։ Քաղաքապետի, դե քաղաքապետն է որոշումներ կայացնում։ Ինչ որոշում է կայացնում քաղաքապետը։ Քաղաքապետը մեծ հաշվով ոչ մի որոշում չի կայացնում, որոշումները կայացնում է ավականն։ Այո, բայց ավականու ամենամեծ խմբակցությունը ինքը չի, որ պիտի համագործակցության եզրեր մանկ։ Ընդդիմադիրներն են մեծամասնությունը։ Ընդդիմադիրների հետ
Ովքեր են մեծամասնություն։ Ասենք Մարտուն Գրիգորյանը ու Վարդան Ղուկասյանը համատեղ մեծամասնություն են, չէ, համատեղել մեծամասնություն չեն։ Հա, 3-4 ուժերով համագործակցել 3-4-ի Չէ, կներեք, ովքեր են, ասում եք մեծամասնություն։ Ես ասում եմ Մարտուն Գրիգորյանը այնպեսի մի տեքստ ա գրել Վարդան Ղուկասյանի միանալու հետ կապված, որ մշմոր տակը քիչ էր մնում գրած լիներ, ճիշտ է կքվյարկեմ, բայց այդ ոնց որ այդ տենց գրած ելներ, այլ հետագա համագործակցությունը կատարելապես տենց գրեթե բացառող տեքստ ա գրել։ Հիմա իրանք իրար հետ կոալիցիա են կազմում, եթե կոալիցիոն հուշագիր են, հստակ է բացառը։ չէ, կոալիցիա, եթե կոալիցիոն հուշագիր են ստորագրում, այո, դառնում են մեծամասնություն։ Մանդատները տալիս են Չեն տալ, մանդատը տալով չի, ժողովուրդ ջան, ասում եմ մի անգամ քվյարկելու ենք, բայց ասում եմ հետագա պատասխանատվությունը չենք կրում։ Ինչը իրանից ենթադրում է։ Ես չգիտեմ ինչ են անելու, ես ասում եմ, որ փաստացի ամենամեծ քաղաքական մարմինը այդ ավականն դա քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն ա լինել։ Ոչ մեկ միայնակ որոշումներ չի կարող։ Եվ մենք հարցնում ենք համագործակցում եք Վարդան Ես էլ ասում եմ այդ հարցը գնացեք Վարդան Ղուկասյանին տվեք, ասեք ինքը ում հետ է համագործակցություն փնտրելու։ Մենք իր այդ համագործակցություն չենք փնտրելու։ Այսինքն տապալվելու աշխատանքները Գյումրու։ Ով է ասում տապալվելու։ Բայց եթե ոչ Դե մեկ դուք խոսքերից երևնա, որ Բայց դուք ով է պլան ասում, ունեք բայց արդեն ինչ պլան տապալելու ունենք, ինչ ավական։ տապալելու։ Դե ասում Ժողովուրդ եք, ջան, դուք մեծամասնություն եք, մենք ասում եք ունենք ընդդիմադիր։ նախընտրական ծրագիր, որի համար քվյարկել է 17000 մարդ։ Դա ավելի շատ է, քան քվյարկել են 11000-ից։ Դա ավելի շատ է, քան քվյարկել են Վարդան Ղուկասյանին եւ Մարտուն Գրիգորյանին միասին վերցրած, եւ դա համամասնական ընտրակարգի ներդրումից հետո որևէ կուսակցության ռեկորդային թվով ձայն է։ Ոչ մի կուսակցություն դրան մոտիկ ձայն ուղղակի երբևէ չի հավաքել։ Ու մենք շարժվել ենք մեր նախընտրական ծրագրի համաձայն։ Հիմա կուզեն մեր նախընտրական ծրագրի դրույթներին կողմ քվյարկել, թող կողմ քվյարկեն։ Դե ակնհայտ է։ Ասեցին անակնկալներ կլինեն, թե չէ։ Այդ անակնկալները չգիտեմ, այնտեղից անակնկալ են, էլի, հիմա ինձնից ինչ եք հարցնում։ Օրինակ Մարտուն Գրիգորյանից անակնկալները հարցրեք, ինքը այդ գծով ոնց որ արդեն բան է, իսկ պրոֆեսիոնալ է դարել, Վարդան Ղուկասյանին այդ իր միանալու բանը խիստ մեծ անակնկալ է, ասես մեծ կինդեր սյուրպրիզ է։ Իսկ դուք անընդհատ ճնշում եք, ձեր խմբակցությունը անընդհատ Մարտուն Գրիգորյանի վրա ճնշում է։ Օրինակ Հասմիկ Հակոբյանը հայտարարում է, որ չի նախանձում Մարտուն Գրիգորյանը, ինչ պետք է քվյարկի այդպես բան։ Դե բա ինչ ասի։ Չէ, բա ինչա, դուք նախանձում եք Մարտուն Գրիգորյանին։ Ես։ Չէ, դուք նախանձում եք, ես օրինակ մարդ եմ, ով Գյումրիում է եղել այս նախընտրական քարոզարշավի ընթացքում ու հայտարել է այն մասին, որ այս երեք ուժերը մյուս միանալու են Վարդան Ղուկասյանին։ Մարտուն Գրիգորյանը դրանից հետո դուրս է եկել, ասել է, ես մի ծրագիր եմ բացահայտել, որ ԿՊ-ն փորձում է Վարդան Ղուկասյանի միջոցով քաղաքը տանի։ Հետո ինքը գնացել է Վարդան Ղուկասյանի միջոցով քաղաքը տանելու։ Հիմա այդ արտահայտությունը անելուց հետո Վարդան Ղուկասյանին ձայներ տալը ապահովելուց հետո դուք նախանձում եք Մարտուն Գրիգորյանին, ես չեմ նախանձում, չգիտեմ, հիմա ճիշտ բան է ասել Տիկին Հակոբյանը։ Սխալ բան չի ասել առնվազն։ Պարոն Ալեքսանյան,